Անահիտ Հարությունյանս, ապրում եմ գյուղարարատում, ունեմ 6 հատ բալիկ, հիմա այս պահին իմ ամուսինը իմ կողքը չի, ես իմ բալիկներին մեծացնում եմ միայնակ։ Շնորհակալ եմ Դավիթ Մխիթարյանին խոզերի համար, ես կուզեմ պահեմ մեծացնեմ, բազմացնեմ, շատ կուզենամ, որ ես էլ ինչ-որ միտեղ եկամուտ ունենամ իմ բալիկներին։ Իսկ տարածաշրջանում ո՞նց է կարաս ռեալիզացնես, ենթադրենք շատացրիք, միսը կարող ես վաճառել կամ գոջինները, թե մեկ էլ պետքա գնորդ գտնես։ Չէ, գնորդ պիտի գտնեմ, որ կարողանամ վաճառել։ Բայց հեշտ կլինի քո համար։ Խի եմ հարցնում, քանի որ ամուսինդ կողքից չի, դա մի քիչ այսպես ասած տղամարդու գործ է, չէ։ Դուք իրանց հորաքուրն եք, այստեղ եք ապրում։ Բա այստեղ եկել եք օգնեք։ Շնորհակալ ենք, Աստված շատ օրհնի ձեզ։ Կգտնեմ մարդիկ, որ կասեմ խոսքի խոզ ունեմ ծախելու, օգնելու նպատակով կօգնեն, ինձ թվում է, էլի։ Հա, կօգնեն։ Կոնֆետն ա ուզում, Պուջուրիկ ջան, տուր։ Անահիտ ջան, անասնակերել ենք ձեզ բերել, կարծում ենք սկզբնական փուլում գոնե ծախս չես անի, էլի խոզերի համար։ Շնորհակալ եմ գոջիներին, անասնակերի համար, շատ շնորհակալ եմ, ես կաշխատեմ իրանց ամեն ինչով պահեմ։ Ապրես շատ։ Իսկ երեխաներից ինչ-որ մեկը, կուզի ինչ-որ բան ասի այս ձեր խոզերը ուղարկողին, կամ իրա երեխաներին։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ Դավիթ Մխիթարյանին, որ մեզի օգնում է, որ վերականգնվենք։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Դավիթ Մխիթարյանին հրավիրում ենք Հայաստան, որ գան համեցեք այստեղ, տեսեք ինչ լավ բալիկներ են, շատ լավ սովորում են, շատ խելացի։ Ես իրանցից ուղղակի հիացած եմ հեռանում։ Մեկ էլ կխնդրեմ խոզին նկարենք, հա, Անահիտ ջան։ Ահա, բացեք։ Ես գույշ տղես, որ բան չան, հա։ Ալեքսը մամայի օգնականն է, չէ, ապրի Ալեքսը։ Լավ տղա է շատ։ Ահա, էսի է մեր գոջիները։ Էս էլ մեր խոզերը։ Ինչքան կեղտոտ։ Դե խոզը տենց է, կեղտոտ պետք է լինի։ Ահա։ Անահիտ ջան, ես ձեզ կով էի առաջարկել, կուզեմ նաև ճշտեմ, կով ի վիճակի չէիք պահել։ Շատ ափսոս։ Չեմ կարող պահել, որտեվ հնարավորություն չունեմ, ինքունը չի, վարձով եմ մնում։ Հա, հետո խոտի հարցնել է դժվար, չէ։ Միայնակ եմ, էլի ամուսինս կողս չի, որ ասեմ հա կլինի։ Միայնակ մարդ եմ, հազիվ հասցնում եմ։ Հա, եղա։